Շնորհակալ եմ։ Սիրելի աբովյանցիներ, սիրելի հրազդանցիներ, սիրելի ծաղկաձորցիներ, սիրելի գառնեցիներ, սիրելի բյուրեղավանցիներ, սիրելի նոր հաջնեցիներ, սիրելի նայրցիներ, սիրելի ակունքցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Եվ այսօր էլ ելույթս սկսում եմ Սաղմոսով։ Սաղմոս համար 31 ներված լինելու երջանկությունը, Դավթի իմաստությունը։ Երանի նրան ում մեղքերին թողություն տրվեց, և ում բոլոր հանցանքները ծածկվեցին։ Երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում, և որի բերանում նենգություն չկա։ Ես լռեցի, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին, ամեն օր գիշեր ցերեկ Տիրոջը կանչելուց։ Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա, ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծակեցին։ Մեղքերս քեզ ցույց կտամ, և անօրենությունս չեմ ծածկի քեզնից։ Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը։ Դրա համար բոլոր սրբերը հարմար ժամին աղոթքի կկանգնեն քո առջև, և սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի։ Դու ես իմ հենարանը այն նեղության մեջ, որ շուրջս պատեց։ Ով ցնծություն իմ, փրկիր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ։ Քեզ կիմաստացնեմ և խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին, և աչքերս վրատ կպահեմ, ասում է Տերը։ Մի եղեք ձիերի և ջորիների պես, որոնք գիտակցություն չունեն, սանձով ու պախուրցով պետք է նրանց կզակը ճմլել, որ չմոտենան քեզ։ Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրան։ Ուրախ եղեք և ցնծացեք Տիրոջով, ով արդարներ, պարծեցեք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Շնորհակալ եմ։ Երեսունմեկերորդ Սաղմոսի մի նախադասություն ուզում եմ նորից կրկնել։ Քեզ կիմաստացնեմ և խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին, և աչքերս վրատ կպահեմ, ասում է Տերը։ Ես միշտ մտածում եմ, որ սա այն է, ինչ մեզ հետ տեղի է ունեցել վերջին տասնամյակում։ Եվ նաև մի կտորել 29-րդ Սաղմոսից, որտեղ ասում է. լսեց ինձ Տերը և ողորմեց, Տերը եղավ իմ օգնականը, սուգս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ և խնդություն հագցրեց ինձ։ Այսօր դա է տեղի ունեցել մեզ հետ ժողովուրդ։ Լսել է Տերը և ողորմել է մեզ, այն տրամաբանությամբ, որ իմ ընկալմամբ Տիրոջ մարմնավորումը ժողովուրդն է, իմ մտքում միշտ այդ պատկերն է, որ Տերը ապրում է ժողովրդի մեջ, և Տերը նաև ժողովրդի սուգը դարձրել է ուրախություն, հանել է ժողովրդի քուրձը և խնդություն է հագցրել Հայաստանի Հանրապետության ժողովրդին
Եվ այսօր դա է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Ցնծացեք եւ ուրախացեք Տիրոջով, ով արդարներ, բարձեցեք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Եվ սա շարունակական է։ Ես ուզում եմ, որ մենք գնահատենք 3 տեղի ունեցած պատմական իրադարձությունը, երբ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին TRIP նախագծի իրականացման շրջանակային հուշագիրը։ Ինչով է պատմական։ Պատմական է դրանով, որ նախ բոլոր զրպարտողները ստացան իրենց պատասխանը։ Որոնք մեզ մեղադրում էին, թե մենք միջանցք ենք խոստացել։ Ես հիմա ձեզ մեջ բերեմ 3 նախաստորագրված փաստաթղթից։ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնաշխանություն, տարածքային ամբողջականություն եւ իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIP-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ եւ հաստատում են, որ սույն համաձայնագիրը եւ TRIP-ը նպատակ ունեն ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ եւ ինքնիշխան Հայաստանի։ Սա մի մեջբերում։ Եվ հաջորդ մեջբերումը, որով ամբողջանում է։ Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն եւ իրավազորություն իր սահմանների եւ մաքսային գործառույթների նկատմամբ։ Ահա եւ բոլոր զրպարտողների պատասխանը։ Միջանցքի թեմա չկա, միջանցքի թեմա չի էլ եղել։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցություններ, որ օտար երկրյա գործակալական գործունեություն ծավալելով անընդհատ մեյդան էր բերում այդ թեման, փորձելով Հայաստանի ժողովրդին ահաբեկել եւ փորձելով Հայաստանի կառավարությանը լեգիտիմ իշխանությանը վարկաբեկել, այդ տրամաբանության մեջ Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, հետո տրամադրել այդ միջանցքը, ասելով, որ դա մեր կառավարության ստանձնած պարտավորությունն է, որ ուրիշ տարբերակ չկա եւ մենք դա պետք է անենք։ Այդ նույն տրամաբանությամբ, այդ նույն մարդիկ այսօր փորձում են թելել 300 ադրբեջանցիների վերադարձի թելը։ Սկզբից ես մտածում էի, թե այդ մարդիկ խելագար են Հայաստանում այդ խոսույթները զարգացնելով, բայց ամեն օրվա հետ համոզվում եմ, համադրելով նաև հրապարակված փաստերը, համոզվում եմ, որ նրանք խելագար չեն, նրանք սառնասիրտ գործակալ են, նրանք սառնասիրտ լրտես են, եւ եռագլուխ պատերազմի կուսակցությունը, եռագլուխ մաֆիան, եռագլուխ լրտեսական համակարգը 2026 թվականի հունիսի 7-ին պետք է գլխատվի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձեռամբ։ Չկա 300,000 կամ որևէ ադրբեջանցու վերադարձի թեման, դա լրտեսական հերթական օպերացիան է, որով պատերազմի լրտեսական մաֆիոս եռագլուխ կուսակցությունը փորձում է խաթարել Հայաստանի անցումը կոնֆլիկտի փակուղուց
դեպի խաղաղության խաչմերուկ։ Եվ սա պետք է արժանանա գնահատականի։ Մենք փակել ենք այդ թեման, փակելով նաև Ղարաբաղյան շարժման էջը, եւ սա պատմական իրադարձություն է։ Ես ուզում եմ անկեղծ ասել նորից, եւ ուզում եմ, քանի որ Աբովյանում նաև Ղարաբաղից եկած շատ ժողովուրդ կա, ես ուզում եմ նրանց ասել, որ ի վերջո մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը։ Սիրելի ղարաբաղցիներ, ձեզ 30 տարի պահել եմ պատանդ, որպեսզի մեզ եւ ձեզ օգտագործեն Հայաստանի պետականությունը վերացնելու համար, որ օգտագործեն Հայաստանը բզկտելու եւ մասնատելու համար, Լաչինի միջանցքի տրամաբանության մեջ մեղրիով միջանցք ստանալու համար, բայց մենք կասեցրել ենք այդ գործընթացը, մենք սկզբունքորեն պաշտպանել ենք Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ այսօր Հայաստանը անկախ է ավելի քան երբևէ, պետություն է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ, խաղաղ է եւ բարեկեցիկ է ավելի քան երբևէ։ Եվ ես ուզում եմ նորից դիմել Ղարաբաղի մեր ժողովրդին 2023 թվականից մինչև օրս մենք Ղարաբաղի ժողովրդին հատկացրել ենք 200 միլիարդ դրամ, որպեսզի ձեզ պարզ լինի, թե դա ինչ թիվ է 2018-ից մինչև 2025 թվականը մենք Կոտայքի մարզու այսքան գործ ենք արել, ներդրել ենք 107 միլիարդ դրամ։ Մենք, բայց Ղարաբաղի ժողովրդին 23 թվից այսքոմ մենք հատկացրել ենք 200 միլիարդ դրամ, արդեն 6000 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման վկայագիր Հայաստանի կառավարությունից։ Առաջիկա 10 տարվա ընթացքում մենք նախատեսում ենք Ղարաբաղի մեր ժողովրդի Հայաստանի տնավորման համար տրամադրել ընդհանուր առմամբ ներառյալ մինչև հիմա ծախսված 50 միլիարդը 800 միլիարդ դրամ, 2.5 միլիարդ դոլար։ Մենք ուզում ենք, որ դուք տնավորվեք Հայաստանում, իսկ նրանք այսօր, որ բաց են պահում, ուզում են բացել վերադարձի թեմաները, այդ թեմաները փոխկապակցված են, մենք փակել ենք եւ դուք պետք է հասկանաք, որ ձեզ ուզում են պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակում, որ ձեզնով, մեզնով ծնկի բերեն Հայաստանի անկախությունը եւ պետականությունը։ Մենք ձեզ ասում ենք, հայրենիքը պետությունն է, հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, դուք եկել եք հայրենիք եւ դուք սերնդեսերունդ պիտի ապրեք հայրենիքում եւ դուք սերնդեսերունդ պիտի կոչեք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու կոչումը, այնպես ինչպես բազմաթիվ վանեցիներ, կարսեցիներ, մշեցիներ, այսօր արդեն երրորդ սերունդը ապրում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք հայրենիք փնտրելու կարիք չունեն, որովհետև մենք անցել ենք մեր անապատի 40 տարի, մենք անցել ենք զոհությունների եւ զրկանքների միջոցով եւ մենք հասել ենք մեր ավետյաց երկիրը, մեր երազած երկիրը, մեր տունը, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք այստեղից
գնալու որևէ տեղ չունենք եւ ընդհակառակը 2025 թվականը առաջին տարին է, երբ որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե հեռանում են Հայաստանից, այլ վերադառնում են Հայաստան, արտագաղթը պատիվ ունեմ ձեզ զեկուցել Հայաստանի Հանրապետության սիրելի ժողովուրդ, որ արտագաղթը դադարած է, սկսվել է ներգաղթ։ Արտաքին միջավայրի մասին։ Գիտեք, ես ուզում եմ մեզ բոլորի շիշեցնել հապկ երկրներից մեկի ղեկավարի հայտարարությունը Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի, որը ասում էր, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը ընդդեմ Հայաստանի։ Եվ նա ասում էր, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտուձեռ է ընկել, թե Հայաստանը գնում է Եվրամիություն եւ ակտիվացրել է իր այստեղի գործակալին, որ նա Հայաստանը շղթայի այնպես, ինչպես շղթայված էր Հայաստանը 2018 թվականից։ Ես ուղիղ ասեմ, ես ոչ միայն Հայաստանը այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների։ Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել եւ կօգտագործեմ, դրա համար ունեմ բոլոր լծակները, որ մասնավորապես Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։ Նրանք, ովքեր այդ հայտարարությունները անում են, նրանք պարզապես այդ ժողովուրդը ասում է տաք են, չէ՞։ Չեն հասկանում, որ նրանք փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Բարից բուն իմաստով։ Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ, հիմա արձակուրդի մեջ եմ, առաջիկա նիստին մասնակցելու է Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը Եվրասիական տնտեսական միության։ Ես հունիսի 7-ից հետո ձեր մանդատը ստանալու պարագայում եւ ձեր մանդատը ստանալուց հետո ես կվերադառնամ աշխատանքի եւ դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն։ Մի անգամ ես մի հայտարարություն եմ արել, այդ շատ ծանրան նստել, մինչև հիմա շատ ծանրությամբ հիշում են։ Ասելով, հեղափոխական իրավիճակ էր, ժողովուրդը փողոցում էր, հրապարակներում էր 100 հազարավոր մարդիկ։ Եվ նրանք այդ պայմաններում ուզում էին հանրապետականի թեկնածուին ընտրել վարչապետ։ Այս նույն Միչայելոց կալուգացի օլիգարխներ։ Ես հիշում եմ, այդ օրը ես Վանաձորում ելույթ ունեցա, ացի խելքդ գլխուխդ հավաքի, Հայաստանը քեզ համար անշարժ գույք չէ, որ վարձով տաս եւ հանձնեց։ Այն ժամանակվա հարվածը, որ ստացավ, հերիքեց նրան, որ 8 տարի խելքը գլուխը հավաքած պայի, չնայած պարզվեց մանկապարտեզից այդ ընթացքում հոսանքա գողացել։ Այս մի հարվածը, որ ստացավ,
Հավիտյան խելքը մնալու է գլուխը, որովհետև ես նախորդ անգամ ասել եմ, որ պետության համը մնալու է բերանում, բայց այս անգամ ասում եմ, որ ժողովրդի հարվածը այս անգամ ճակատին հավերժ դաջվելու է, և այդ հարվածը չի անցնելու, ես դրա համար ասում եմ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրենք չեն հասկանում, որ փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս ետ կանգնել այդ ճանապարհից։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Բայց մյուս կողմից ես ասում եմ, այդ որ Լուկաշենկոն ասել է, թե Հայաստանը ումա պետք, այդ հայտարարությունը պետք է ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ դրա քաղաքական հետևանքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մենք չենք լինելու մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի արևելքից արևմուտք, մենք ունենք ախալքալակ կարծ երկաթուղին բացվեց օրեր առաջ Հայաստանի համար, նրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է Թրիպը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ այդ թվում, մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը, և այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով, մենք զարգացնելու ենք մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան։ Ժողովուրդ, ուրեմն ես ուզում եմ հստակ ասել նաև Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերության առանցքային հարցերից մեկը։ Նախ Հայաստանում ընդունվել է Հայաստանի Եվրոպական միության անդամ դառնալու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Եվ քանի դեռ Հայաստանը կարող է միևնույն ժամանակ լինել և Եվրասիական տնտեսական միության անդամ և շարունակել բարեփոխումները եվրոպական ստանդարտին հասնելու, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Այն պահին, երբ որ կգա ընտրություն կատարելու պահը, մենք ընտրություն կկատարենք, բայց մենք ասելով դուք կկատարեք ընտրություն։ Բայց ես ձեր առջև իմ ամենամեծ ծառայությունը այն է, որ դուք այլընտրանք ունենաք, այնպես չլինի, որ որևէ մեկը այլևս Հայաստանի մասին չի կարող ասել, թե Հայաստանը ումա պետք, Հայաստանը ուր կարող է գնալ։ Այսօր Հայաստանը ունի միջազգային իր չափով, պետք է չի չափազանցնել և դարձնել եսիմինչ, բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այսօր Հայաստանը պետք է կենսականորեն պետք է թե արևելքին, թե արևմուտքին, թե հյուսիսին, թե հարավին եւ թե հյուսիսը, թե հարավը, թե արևելքը, թե արևմուտքը պետքա լավագույն առաջարկը անեն Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանի ժողովուրդը
կընտրի, կկատարի իր ընտրությունը։ Մենք այլևս կոնֆլիկտի փակուղի չենք, մենք խաղաղության խաչմերուկ ենք, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունի ընտրություն եւ ունենալու է ընտրություն։ Եվ մենք շարունակելու ենք այս ուղեգիծը։ Սխալ են, ես ուղիղ ասում եմ, սխալ եք վարվում հարգելի գործընկերներ, սխալ եք վարվում ինչ-որ սպառնալից ակնարկներ անելով, սխալ եք վարվում ուղղակի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այլևս պլեջի հույսի մնաց, պլեջը ծիպուլ, էլի ծիպուլ, պլեջ, պլեջի հույսին գտնվող պետություն չի, որ ասեք վայ կարտոշկեն կարող է 7 դրամ թանկանա եւ դրա արդյունքում Հայաստանի ժողովրդի ճնշումը բարձրանա։ Հայաստանը այլևս ոչ թե հազարների ու 10,000-ների երկիր է։ Հայաստանը այլևս միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Հայաստանը այլևս միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Սա ձեր թալանած եւ ձեր գործընկերների կողմից թալանված երկիրը չի։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք 8 միլիարդ ստվերում գտնվող գույք եւ դրամական միջոցներ վերադարձրել ենք պետությանը, վերադարձրել ենք ժողովրդին։ Սա այն պետությունն է, որտեղ այն մարդիկ, ովքեր ասում են մեր դեմ խաղ չկա, այդ մարդկանց Կոտայքի նախկին մարզպետի առանձնատունը Առինջ գյուղում գտնվող այլևս իր սեփականությունը չի, ժողովուրդ, ձեր սեփականությունն այլևս, ձեր սեփականությունն է, առաջիկայում Արարատի ցեմենտի գործարանը դառնալու է պետական, հետո բա ճնշում Արարատի ցեմենտի գործարանի աշխատողներին։ Ես ձեզ թույլ եմ տալիս, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հակազդել ձեր իրավունքների պաշտպանությամբ ցանկացած ճնշման։ Ընդհուպ կարող եք հրապարակային ակցիաներ անել, ես ձեզ երաշխավորում եմ։ Հիշում եք Զանգեզուրի պանձամոլիբդենային կոմբինատում, երբ որ ասում էին, որ մարդկանց ճնշում են, ես ասացի, որ Զանգեզուրի պանձամոլիբդենային կոմբինատի այդ ճնշողներից ոչ մեկը չի աշխատելու։ Այդ նրանք արդեն մի ամիս հետո իմ ասացից մի ամիս հետո արդեն ոչ մեկը չէր աշխատում։ Մինչև այսօր աղերսագրեր են գրում ինձ, որ ես նրանց վերականգնեմ աշխատանքի, աղերսագրերով դիմում են ինձ, բայց ես ասում եմ ձեզ ներում չկա, ոնց բոմբ եղել եք, նենց էլ բոմբ պիտի շարունակեք մնալ։ Ես այսօր զգուշացնում եմ Արարատի ցեմենտի գործարանի պաշտոնյաներին, ովքեր փորձում են աշխատողներին ճնշել, ԶՊՄԿ-ի ուժեղ տղեկին տեսեք, ձեզ խղճացեք։ Դուք ձեզ դաժե աղերսագիր գրելու հնարավորություն չեմ տալու։ Դուք մկանցակին 10 թուման եք տալու։ Այսօր ես ձեզ խոստանում եմ դա, այնպես որ ձերքներդ հեռու Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, բայց նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է գիտակցի իր ուժը, որովհետև Հայաստանում այլևս այդ մարդիկ ոչ ամենազոր են, ոչ ուժեղ են, ոչ էլ միակ տղամարդ են, այդ մարդիկ ոչինչ չեն որոշում, այդ մարդիկ ոչինչ չեն որոշում։ Հայաստանի Հանրապետությունում իրենք այլևս չեն կարող որոշել ձեր ճակատագիրը, դուք կարող եք որոշել իրենք ճակատագիրը։ Ընդհանրապես ես ուզում եմ, որ մենք գիտակցենք, որ եկել այն պահը, որ Հայաստանի քաղաքացին պետք է գիտակցի իր ուժը
պետքա գիտակցի իր արժեքը եւ պետքա տեր կանգնի խաղաղությանը 2026 թվականի հունիսի 7-ին գնալով ընտրական տեղամասեր եւ գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց պետք է նաև արձանագրել որ այդ քվեարկությունը ինքնանպատակ չէ դա պաշտոնի եւ աթոռի կռիվ չէ սա պայքար է հանուն պետության հանուն անկախության հանուն ապագայի հանուն խաղաղության եւ պետության անկախության ապագայի եւ խաղաղության ճակատագիրը կախված է մեկ մարդուց ընդամենը մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես 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 ով այդ մեկ մարդը ով այդ մեկ մարդը ով այդ մեկ մարդը թող ձեր բարձացնի եւ այս մարկանց հավաքական ամբողջությունն է որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Աբովյանին ակունքին Նայիրին Բյուրեղավանին Նոր Հաճնին Հրազդանին Ծաղկաձորին Գառնին Կոտայքին Երևանին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը